Ես չգիտեմ թե ինչի համար է, ով է այդ ենթակացությունները տվել, որտեղ է գրված։ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին մեղսագրվող կոռուպցիայի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է հսկող դատախազին, հաստատվելու դեպքում այն կուղարկվի դատարան։ Արդեն 1.5 ամիս բանտում գտնվող Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանի պնդմամբ մի շարք ապօրինություններ են եղել, օրինակ գործի նյութերին 2 օրվա ընթացքում չեն հասցրել ծանոթանալ, դատախազությունից 6 բողոքների պատասխանը չեն ստացել։ Հարցնում է, թե ինչպես էր հնարավոր գործի նյութերից առանձնացնել Վարդան Ղուկասյանի դրվագն ու նախաքննությունը ավարտել։ Ուղղակի անհասկանալի է, ինչպես է հնարավոր մեղադրանքը, որի մեջ կա նկարագիր ենթադրյալ գործողություններ վերագրվող 3 անձի, ընդ որում բոլոր գործողությունները փոխկապակցված են։ Մեկ նկարագրված վարքագիծ հանեք, մեղադրանքը վերջանում է, չկա այլ մեղադրանք։ Ինչպես է հնարավոր, որ երկուսի դեպքում ասեն, որ ապացույցները բավարար չեն, որում ես համաձայն եմ, որ ապացույցները բավարար չէ, բայց բուն Վարդան Ղուկասյանի դեպքում համարեն, որ ապացույցները բավարար է։ Մեկ ոչամիտ ենթադրություն կա սրա հետ կապված, որ Վարդան Ղուկասյանի դեպքում ամեն ապօրինություն էլ բավարար է գործը դատարան ուղարկելու համար։ Կոռուպցիոն այս գործը Գյումրիի Գարեգին Նժդե փողոցում շուրջ 3000 քառակուսի մետր ապօրինի կառուցված շինության օրինականացման շուրջ է։ Ըստ նախաքննական մարմնի գործարարին չի հաջողվել օրինականացնել շինությունը եւ գործարքի է գնացել։ 2025 թվականի սեպտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն իր աշխատասենյակում գլխավոր ճարտարապետին հանձնարարել է հանդիպել Սևակ Գոմսյանի հետ եւ բանակցություններ վարել նրա հետ եւ ինքնական կառույցը չապամոնտաժելու, փոխարենը պաշտոնական կեղծ փաստաթղթերի հիման վրա այն որպես նոր կառուցվող շինություն ներկայացնելու դիմաց նրանից պահանջել 10,000 ամերիկյան դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Վարդան Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արամայիս Հայրապետյանը պնդում է, որ Ղուկասյանի մասով առանձնացված գործը դատարան ուղարկելով խախտվում է նրա արդար դատաքննության իրավունքը, որը կվիճարկեն նաև Եվրադատարանում, եթե արդյունքի չհասնեն։ Գործը քննվում, որով քննարկվում է նրա եւ պարոն Գասպարյանի եւ պարոն Գոմսյանի մասնակցությամբ հանցավոր արարքներ։ Միած զուգահեռ նախաքննությունը իրականացվում Գասպարյանի եւ Գոմսյանի մասով եւ միած զուգահեռ այդ նախաքննության նյութերը դրանք ուղարկում են դատարան։ Նշանակում է պարոն Ղուկասյանը 2 առանձին վարույթներով դատարանի առջև է կայանել, որից կարող է մասնակցել ընդամենը մեկին։ Սա ի սկզբանե արդեն եվրոպական դատարանը արգելում է նման իրավիճակները։ Սա մեկ։ Հաջորդը պատկերացրեք պարոն Ղուկասյանի այս գործով դատաքննություն է իրականացում եւ այն անջատված գործով ապացույցներ են իհայտ գալիս, որոնք ակնհայտորեն վկայում են պարոն Ղուկասյանի անմեղության մասին։ Եվ այդ ապացույցները պարոն Ղուկասյանին հասանելի չեն։ Սա անկախ ամեն ինչից մենակ կասկածի առկայությունը բավարար է փաստելու համար, որ պարոն Ղուկասյանի նկատմամբ արդար դատաքննություն չի կարող լինել։ Ապրիլից մինչև հոկտեմբեր ձայնագրվել է Ղուկասյանի խոսակցությունները կոնկրետ վայրում, աշխատասենյակում։ Պաշտպանական կողմը նաև պնդում է, որ գործի ծավալը բավականին մեծ է, բայց իրենց չնչին մասն են տրամադրել։ Ապրիլ ամսից իրենց ձայնագրել են մինչև հոկտեմբերի կեսերը ներառյալ, պատկերացնում եք, չէ՞ ինչ ծավալ է ձայնագրությունները, բայց դրա 1/10 մասն են մեզ տրամադրել, մյուս մասը ուր է։ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու օրը հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն հրապարակեց։ Փաստաբանը պնդում է, այնինչ հասցրել է տրամադրած նյութերում լսել, հրապարակվածը մոնտաժված է։ Նախաքննական մարմնի հրապարակած այդ ամբողջական, եթե նայում եք մեկ ձայնագրություն, դրա մեջ կա խոսակցություն, որը մայիսից է վերցված, կա խոսակցություն, որ հունիսից է վերցված եւ հավանաբար կա խոսակցություն, որ դրանից հետոից է վերցված, դրանից հետո դերևս չեմ ծանոթացել։ Եվ ստացվում է նախաքննական մարմինը տարբեր օրերի խոսակցությունները վերցրել է կապել է իրար։ Հաշվի առնելով գործի նյութերի ծավալը, արդյոք 1.5 ամսում հնարավոր էր նախաքննությունն ավարտել ու գործը դատարան ուղարկել։ Անկեղծ ասած, այո, որտեղ իշքան երկար էր նախաքննությունը, այնքան ձեռք բերված ապացույցները պետք է վկայեին ոչ թե պարոն Ղուկասյանի մեղավորության, այլ անմեղության մասին։ Բայց քանի որ հիմա հանրային ֆոն էր ստեղծված, քանի դեռ այսպես ասած տակ էր, փորձեցին շատ արագ ուղարկել դատարան,
մեծ մտավախությամբ նաև որ այս ֆոնով կկաշկանդեն նաև դատարաններին եւ իշքան հնարավոր է շուտ գոնե թեկուզ անօրինական դատավճիռ ունենալ։ Ես այս տրամաբանությունն եմ տեսում սրա մեջ։ Թե չէ այս ծավալը, երբ որ քննիչը կալանքի ժամանակ մի հատ հսկայական գործողությունների ծավալ է ներկայացնում, որ պետք է ներկայացվի եւ իրականացվի եւ դրա համար պարոն Ղուկասյանը պետք է մնա կալանքի տակ, եւ հանկարծ 2 ամսի չլրացած ամիս մի քանի օրվա մեջ պարզվում է, որ գործը պատրաստ է դատարան ուղարկելու։ Դա կրկին գործի լրիվության մասին չի խոսում, այլ ինչ որ շտապողականությամբ, որը դատավարական հետևանք չի հետապնդում, այլ նպատակի հետապնդում։ Սա Վարդան Ղուկասյանի արդեն թվով 4-րդ մեղադրանքն է, մեկը պաշտոնավարման նախորդ շրջանին է վերաբերում, եւս երկուսն էլ, մեկը խուլիգանության, մյուսն էլ իշխանության զավթման կոչի հոդվածներով առաջադրվեցին 1 ամսվա ընթացքում կոռուպցիոն մեղադրանքից հետո։